Բարև ձեզ հարգելի նայողներ ու լսողներ այս վիդեոն։ Ես կարդացի տարբեր կոմենտարյաները անցյալ վիդեոների տակ, որը ես տեղադրել էի ու կուզեի մի քիչ ավելացնել մի երկու բան։ Նորից մի կողմ եմ դնում այն մարդկանց, որ անպատվում են, քֆուրներ են գրում, հայանքներ, անիծանքներ։ Շատ ափսոս, ոչ մի բան չունեմ ասելու ձեզ։ Ցանկանում եմ ձեզ հոգու խաղաղություն, հանգստություն ու որ ուրիշ բաներից ստանաք հաճույք, ոչ թե գրելով, անպատվելով, քֆուր տալով անծանոթ մարդկանց։ Մի քանի հոգի գրել են ինձ, որ մենք հավատացյալ ենք ու չպետք է խառնվենք աշխարհի գործերի մեջ, դա մեր գործը չի։ Իհարկե, ճիշտ եք ասում, ես համաձայն եմ ձեր հետ, իրոք ես ոչ մի պարտիայի մասնակից չեմ, ոչ միտեղ ստորագրություն կամ ինչ-որ մեկը ինձի փող չի տալի, ոնց որ մարդիկ կան մտածում են, թե ես Ռուսաստանի պրոպագանդիստն եմ, ինչ-որ մեկը ինձի փող է տալի կամ ասում է sense բաներ զապիս արա։ Կարդալով դա ես հասկանում եմ, թե ինչքան մարդ մենք խափնված ենք, մտածելով, թե այն կամ այն մարդը ինչ-որ մեկի կողմնակից է, նրան ստիպել են կամ նրան փող են տվել, էս ասի կամ էս չասի։ Ես ազատ անկախ մարդ եմ, հավատացյալ եմ ու կուզեմ ասեմ հավատացյալներին, որ ընդհակառակ մենք ոչ թե պետք է ուշադրություն չդարձնենք աշխարհի կյանքին, այլ պետք է մասնակցենք։ Ոնց պետք է մասնակցենք, հայտնելով խաղաղ, գրագետ, կուլտուրական, նենց ոնց որ Աստված նա մեզանից պահանջում մարդկանց մեր կարծիքը տարբեր հարցերի շուրջ։ Կամ պետությունները, որտեղ դաժե քրիստոնեական պարտիաներ կան, քրիստոնեական ուժեր, շարժեր, որոնք մասնակցում են պետության կյանքի մեջ ու տալիս են լավ արդյունքներ։ Հիմա ինչ վերաբերում է այն մարդկանց, որ համոզված են, գրում են, որ ես ինչ որ ներկայացնում եմ ես իմում կամ ինձ վախացրել են, այստեղ Ռուսաստանի մասին չի կարելի վատ խոսալ, սաղից վախացրել են, կզացրել են եւ այլ։ Իրոք Ռուսաստանում կա օրենքներ, որը արգելում է քֆուր տալ, կոպտել, անպատվել, անհարգալի բաներ գրել, ասել պետության վերաբերյալ, զինվորների տարբեր թեմաների վերաբերյալ ու դա ես համարում եմ նորմալ է, դա ճիշտ է, որովհետև եթե դա չլինի, Ռուսաստանը 90 տարբեր սուբյեկտներ ունի, համարյա թե ճիշտ точно չգիտեմ, մի քանի հատ կրոն կա ստեղ, տարբեր ազգեր, տարբեր մտածելակերպով, տարբեր հավատքներով, եթե այդ կարգ ու կանոնը չլինի, հարգելի լսող ու նայող այս վիդեոն, ստեղ կլինի բարդակ, հրափոխություն, տուր ու դմփոց, պատերազմական վիճակ, դրա համար հասկանալով այդ ամեն ինչը, պետությունը ու այն մարդիկ, որ պետությունը ղեկավարում են այսօր, ընդունել են այդ օրենքները։ Ես էլ ապրելով ստեղ, որպես պարտաճանաչ քաղաքացի, որպես հավատացյալ մարդ, ինձ թույլ չեմ տալի այդ օրենքները խախտել։ Դրա համար մի սպասեք, որ ես հեսա կսկսեմ քֆուր տալ, կոպտել, անհարգել, անպատվել Ռուսաստանի ինչ-որ իշխանավորներին կամ ինչ-որ թեմաների շուրջ։ Ու նույնը ձեզ եմ ցանկանում։ Ես հույսով եմ ու հավատում եմ, որ ուշ թե շուտ Հայաստանում էլ կարգ ու կանոն կգա, որ ոչ մեկ իրան թույլ չտա անպատվի ինչ-որ մի մարդուն, ինչ-որ մի ղեկավարում, ինչ-որ մի շարքային մարդում, ըլնում է թե ինտերնետում, ըլնում է թե դուրսը։ Դրա համար պետք է պատժել, պետք է տուգանել, պետք է մարդուն զգուշացնել, հակառակ դեպքում կսկսի անարակություն։ Սա կսկսեն իրար անպատվել, վիճվել, գալմաղալ, կռիվ ու բարդակ։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն, որ ձեր ուշադրությունը, ժամանակը ու ուժը ծախսում եք այս վիդեոների վրա։ Բոլորին ցանկանում եմ սեր, համերաշխություն ու ամեն լավ բաները։ Հաջողություն։